Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Վարդանյան, մենք տակավին վերջերս ենք վերադարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից։ Դուք անընդհատ եւ նախագծում եւ ընդհանրապես խոսույթում հողում եք կատարում ԵԽԽՎ բանաձևում արտահայտված դիրքորոշմանը քաղ բանտարկյալների վերաբերյալ։ Ես վերահաստատում եմ բանաձևում արտահայտված դիրքորոշումը։ Իմ մոտ հարց է առաջանում, որը մենք հնչեցրել ենք հանձնաժողովի նիստում, որպեսզի այդ բանաձևը կիրառելի լինի որևիցե փաստի նկատմամբ, որևիցե միջազգային կառույց ենթադրում է նախ եւ առաջ ԵԽԽՎ-ն գոնե համարժեք պատասխան պետք է տար։ Որևիցե պատասխան, որևիցե դիտարկում, որևիցե մեկնաբանություն, որևիցե հարցադրում Հայաստանում առերևույթ, որևիցե անձի քաղաքական դրդապատճառներով հետապնդման վերաբերյալ չի արվել։ Եվ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկելու ժամանակ ձեզ բազմիցս տրվել է հետևյալ հարցը. ձեզ մոտ ձեր կողմից ներկայացված նախագծում չկա որևիցե կապ դատողությունների եւ դրանց ներքո դրված փաստերի կամ միջազգային կազմակերպությունների գնահատականների միջև։ Իսկ հիմա եկեք շատ ավելի անկեղծ լինենք։ Հարգելի գործընկերներ, սա որերորդ դեպքն է, երբ մեր գործընկերները ներկայացնում են ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի նպատակը ոչ թե այդ հայտարարության ընդունումն է, այլ գործընթացը, մասնավորապես լսումների կազմակերպումը։ Եվ ես բազմիցս դիմել եմ նաև իմ գործընկերներին, այդ թվում ձեզ, մեր ընդդիմադիր գործընկերներին, որ գուցե ազգային ժողովի կանոնակարգ օրենքում պետք է փոփոխություն կատարվի եւ պարզապես խմբակցությանը հնարավորություն տրվի լսումներ կազմակերպվի նստաշրջանի ընթացքում սահմանված թվով, առանց որևիցե նախագիծ ներկայացնելու, որովհետեւ դուք գեներացնում եք արհեստական տրաֆիկ ազգային ժողովում, արհեստական քննարկումներ։ Եվ Տիկին Վարդանյան, դուք իրոք մտածում եք, որ այս կարգի հայտարարությունը կարող է ընդունվի ազգային ժողովում։ Ազգային ժողովում նման հայտարարության ընդունելուց հետո պետք է առնվազն պաշտպան կարգի գլխավոր դատախազը, պաշտպան կարգի դատավորներ, գործընթացներ սկսեն իրավական ամբողջ պետաիրավական համակարգում։ Եվ վերջին հարցը, ինչի հետ համաձայն չէ պետաիրավական հանձնաժողովը, ես արդեն նշեցի, չկային որևիցե քաղաքական կապ փաստերի եւ ձեր կողմից կոչված դատողությունների միջև։ Եվ ամենակարևորը, դուք իրոք փորձում եք հավասարության նշան դնեք, օրինակ Հայաստանի եւ ցանկացած այլ ավտորիտար պետությունների միջև, որոնցում կան հազարավոր քաղբանտարկյալներ, եւ հավասարության նշանը այդուհանդերձ ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ էլ որևիցե մեկին պատիվ չի բերում։ Բայց սա ինչ վերաբերում է մեր դիտարկումներին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը վերնշված հիմնավորումներով եւ այլ հիմնավորումներ ռացիային արձանագրության մեջ բացասական եզրակացություն տվել նախագծին շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար